Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը։ Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներքին գործերի նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ Կամավորական մշակույթի զարգացումը առաջնային, հերթական հենակետը բացվեց Մեղրաձորում։ Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը։ Նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ 13 ռազմավարական ուղղություններով։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը ներառում է 3 ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի և ացանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։ Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ 13 ռազմավարական ուղղություններով, մասնավորապես թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում, անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում, դատապարտյալների և ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում, զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում, թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում և սոցիալական վերաինտեգրում և այլն։ Ինչպես նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ռազմավարական ծրագիրը անդրադառնում է թե մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե նաև հանրային անվտանգությանը։ Ըստ նախարարի, առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից։ Հայաստանի Հանրապետության դեպքում բնականաբար տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը, ունենք բավական մտահոգիչ թվեր, ունեցել ենք մտահոգիչ թվեր եւ ըստ այդմ մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից եւ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր օրինակ այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-22 թվականներին, երբ որ կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարը ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել, հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները, եւ արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում։ Բայց այս տարվա կտրվածքով արդեն երբ որ 2023-ը վերլուծել ենք, մենք նկատել ենք, որ կարիք կա նաև փոխելու մեր քաղաքականությունը եւ ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա եւ նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն եւ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով եւ 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը բնականաբար նվազում է իրենից ենթադրում։ Պարոն վարչապետ, նշեմ, որ բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից, այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ որ մենք ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, այստեղ հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել եւ եթե վիճակագրությունը նայենք, մեր բոլոր ռազմավարական մոտեցումները վիճակագրության մեջ հենց այդ կերպել արտացոլվել են եւ թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ որպես այդպիսի։ Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից եւս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձին կանցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձիկ, որոնց հետ որ պիտի ճիշտ եւ գրագետ աշխատանք տարվի։
Ներքին գործերի նախարարը նշել է, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում, երբ 2023-ը համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի եւ համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, որը շուրջ 200 կիլոգրամով ավելի է, քան 2023 թվականին։ Եթե համադրենք նաև 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կիլոգրամ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից, կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման process-ը։ Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր եւ առաջնահերթ ուղղված լինի ներմուծմանը եւ արտադրությանը։ Վարչապետը ընդգծել է, որ ռազմավարական մոտեցումը պետք է արդյունքները շոշափելի դարձնելու հնարավորություն տա, չնայած այս պահին եւս տեսանելի է մասնավորապես ներմուծվող մեծ խմբականակների բացահայտման տեսքով։ Նշենք նաեւ, որ ռազմավարությունը անցել է հանրային քննարկումների ծավալուն ու ներառական փուլ եւ լրամշակվել է քաղաքացիական հասարակության գործընկերների ու շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում։ Իսկ ավարտված, շնորհակալություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է բյուջեի կատարողականը։ 2024 թվականին հաստատված ծրագրով ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 91 միլիարդ դրամ։ Արդյունքում ճշտված ցուցանիշը կազմել է 100 միլիարդ 957 միլիոն դրամ։ Փաստացի կատարողականը կազմել է 98 միլիարդ դրամ կամ ընդհանուր հատկացվածի 97.2%-ը։ Արփինե Սարգսյանը ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը նշել է, որ 2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են գերատեսչության ձևավորման աշխատանքները, անձնակազմի նշանակումներն իրականացվել են օրենսդրական կանոնների պահպանմամբ։ Նախարարի գնահատմամբ նախարարությունը հաշվետու տարում ունեցել է բավականին բարձր կատարողական եւ ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում իրականացված քայլերի արդյունքում ստացված փաստական տվյալները թույլ են տալիս պնդելու, որ բարեփոխումներն իրականացվում են ճիշտ ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին, քննարկվել են Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները, ոստիկանության եւ փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերը։ Հունիսի 2-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին, ընդգծելով երկկողմ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներառյալ օրենսդրական բարեփոխումների եւ բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։ Քննարկվել են նաեւ նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել եւ այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։ Կողմերն անդրադարձել են նաեւ ոստիկանության եւ փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը։ Կամավորական մշակույթի զարգացումն առաջնային խնդիր, հերթական հենակետը բացվեց Մեղրաձորում, որտեղ հերթապահություն կկազմակերպեն Մեղրաձորի կամավոր հրշեջ փրկարարները, աջակցելով ինչպես համայնքին, այնպես էլ շրջակա բնակավայրերի հրշեջ փրկարարական խմբերին։ Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ 2 տարի առաջ տնտեսական լրագրողների ակումբ հասարակական կազմակերպությունը աջակիցների եւ գաղափարակիցների հետ միասին նախաձեռնել էր կամավորական հրշեջ փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր 13-րդ հենակետի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, մարզային եւ համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Խորհրդային տարիների անասնաբուժարանի կիսաքանդ շենքը վերածվել է բարեկարգ եւ ժամանակակից հրշեջ փրկարարական հենակետի Ճապոնիայի դեսպանատան մարդկային անվտանգության ծրագրի դրամաշնորհային աջակցության շնորհիվ։ Այստեղ հերթապահություն կկազմակերպեն Մեղրաձորի կամավոր հրշեջ փրկարարները, աջակցելով ինչպես համայնքին, այնպես էլ
ներկայացրել շրջակա բնակավայրերի հրշեջ փրկարարական խմբերին։ Հենակետի կառուցման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել են կամավորների վերապատրաստում եւ որակավորման քննություններ։ Հենակետի գործարկմանը ներդրում են ունեցել Կոտայքի մարզպետարանը, Ծաղկաձոր համայնքը, ինչպես նաև ավստրիական զարգացման գործակալությունը, ավստրիական ու հայկական Կարմիր խաչը։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը եւ տնտեսական լրագրողների ակումբին Մեղրաձորում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար։ Նրա խոսքով Հենակետի ստեղծումը համահունչ է ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում եւ կրճատել արձագանքման ժամանակը։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդգծեց, որ նոր Հենակետի բացումը եւս մեկ գործնական քայլ է Հայաստանում կամավորական մշակույթի զարգացման գործում։ Ելույթներ ունեցան նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, Կոտայքի մարզպետը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ու այլոք։ Նշվեց, որ գործընթացի շարունակականությունը կնպաստի բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում Կամո Ցուցուլյանը կրծքանշաններ հանձնեց որակավորված կամավորներին։ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը Հենակետի կառուցմանն աջակցած մի խումբ անձանց հանձնեց շնորհակալագրեր ծրագրի հաջող իրականացման համար։ Փրկարարի որակավորման արժանացած կամավորները վարժանք կատարեցին, ցուցադրելով մասնագիտական կարողություններն ու հմտությունները արտակարգ իրավիճակներում։ Շնորհակալություն վարժանքի համար եւ ցանկանում եմ հրդեհներ չլինեն, աղետներ չլինեն։ Ավարտին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։ Դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատաժողով Արագածոտնի մարզում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեմային։ Աշխատաժողովին մասնակցում էին պատկան մարմինների, ինչպես նաև մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարությունը դիմակայունության բարձրացում, հանրային իրազեկման, պատրաստվածության եւ կարողությունների զարգացման միջոցով խորագրով հերթական աշխատաժողովն անցկացրեց Արագածոտնի մարզում։ Մասնակցում էին պատկան մարմինների, ինչպես նաև մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Վերահաստատեց համագործակցությունը շարունակելու մարզպետարանի պատրաստակամությունը։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ վերջին տարիների փորձը հստակ ցույց է տվել, թե որքան կարևոր է լինել պատրաստ, կազմակերպված եւ իրազեկ տարբեր վտանգների դիմագրավելու համար։ Նա նաեւ հավելեց, որ գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերի նպատակը ոչ միայն հասարակության իրազեկվածության բարձրացումն է, այլև համայնքների կարողությունների զարգացումը։ Աշխատաժողովի օրակարգում ներառված էին սեյսմիկ եւ տեխնատին ռիսկերի գնահատման, հանրային իրազեկման ու ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներին առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեմային։ Զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն ու մի շարք աշխատակիցներ, նաեւ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնատին վթարների բաժնի պետ Մհեր Բաբաջանյանը, աղետների ռիսկի նվազեցման վարչության պլանավորման բաժնի պետ Հովանես Հովանեսյանը եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը։ Քննարկման առարկա են դարձել մի շարք գործնական իրավիճակներ, որոնց վերլուծության արդյունքում տրվել են կառուցողական առաջարկներ։ Թողարկման այս հատվածում անցնող շաբաթվա քերական քրոնիկոնն է մեկ տեսաշարով։ Հունիսի 3-ին ժամը 12:33-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին։ Երևանում բնակություն հաստատած օտար երկրաքաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձին եւ փախցրել նրա դստերը։ Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր
նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու եւ 2 այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է եւ կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։ Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել։ Այդպես եղավ եւ այս անգամ։ Նույն օրը ժամը 17:10-ին համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն եւ ելի մի օտարերկրացու։ Առևանգված աղջիկը նրանց հետ էր։ Բոլորն էլ տեղափոխվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը։ Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է եւ էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը։ Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ։ Համատեղ խմբերը հունիսի 4-ին ժամը 20:25 Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող 2 երիտասարդի՝ 22 եւ 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաեւ ապօյնի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօյնի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճակարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5.500.000 դրամի վնաս։ Ապօյնի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը եւ աղետներին դիմակայելը ներքին գործերի նախարարության փրկարծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը եւ պատրաստվածության բարձրացմանը։ Իրազեկվածությունը փրկում է կյանքեր։ Ինչ անել երկրաշարժի ժամանակ։ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, եթե բարձրակ շենքի առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից։ Հեռացեք դեպի բաց տարածություն, ձեզ հետ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով նախապես պատրաստված պայուսակը։ Եթե գտնվում եք 4-րդ եւ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք։ Առաջին հերթին, սովորաբար, փլվում են մուտքի աստիճանները։ Կանգնեք շենքի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների եւ դռան բացվածքների եւ հենասյուների մոտ, հեռու լուսամուտներից։ Գլխավերևում պահեք աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ բնակարանից, նախապես փակեք գազի փականը, հոսանքազերծեք բնակարանը։ Փլուզումներից առաջացած փոշուց պաշտպանվելու համար բերանը եւ քիթը ծածկեք թաշկինակով։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն։ Շենք վերադարձեք պաշտոնական հաղորդագրությունից հետո։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, արգելակեք մեքենան, համեմատաբար բաց տարածությունում, ճանապարհից դուրս, կամուրջներից, բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք դրա համաձայն։ Եթե մետրոյում եք, ցնցման ժամանակ խուճապի մի մատնվեք, ամուր բռնեք երկաթե ձողերից։ Հետևեք կայարանի բարձրախոսով տվող ցուցումներին։ Եվ թողարկման վերջում մեկ իրազեկում։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում, քաղաքացիներին մատուցելով թե միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, թե հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում։ Հունիսի 12-ում Կոտայքի մարզի Գառնի համայնքում եւ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ
ժամանակավոր պաշտպանության վկայական տեղեկանքներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։